Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Եվ Հիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրա եւ ասաց. Երանի հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծո արքայությունը ձերն է։ Երանի նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի հագենան։ Երանի նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն։ Երանի է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն, երբ որ ձեզ մերժեն եւ նախատեն ու մարդու որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։ Ուրախացեք այդ օրը եւ ցնծացեք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում։ Նրանց հայրերը նույն ձևով էին վարվում մարգարեների հանդեպ։ Բայց վայ ձեզ հարուստներիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարությունը ստացել եք, վայ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցած պիտի մնաք, վայ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու պիտի լաք, վայ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին, որովհետև նրանց հայրերը սուտ մարգարեներին այդպես էին անում։ Մեր Տերը աշակերտներին խրատում է, ասում է, եթե նեղությունների, չարչարանքների, վշտերի, դժվարությունների մեջ եք, ուրախացեք ու ցնծացեք, որովհետև պիտի մխիթարվեք, պիտի հագենաք, պիտի ուրախանաք, պիտի ցնծաք, երբ որ ձեզ նախատում են, հալածում են այս աշխարհի մեջ, բայց ասեց վայ նրանց, ովքեր այս աշխարհի մեջ ապահովության, հանգստության եւ անդորի մեջ են, որովհետև այդ ամենը պիտի անցնի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Հիսուս Քրիստոսով աստվածպաշտությամբ ապրել իրենց կյանքը, նեղություններ եւ հալածանքներ պիտի կրեն այս աշխարհի մեջ։ Բայց նաեւ Տերն ասում է. քաջալերվեցեք, որովհետեւ ես հաղթեցի աշխարհին։ Այսօր հայ առաքելական եկեղեցին կատարում է տոնը Սրբոց Վարդանանց։ Ճիշտ տոնի անունն է Սրբոց Վարդանանց զորավարած 1036 վկայիցն, որ իմեցի պատերազմին կատարեցան, այսինքն Սուրբ Վարդանանց զորավարների 1036 նահատակների հիշատակը, որոնք մեծ պատերազմում նահատակվեցին։ 5-րդ դարի կեսերին Հայաստանը, որ գտնվում էր Պարսից տիրապետության ներքո, ավելի խիստ հալածանքների սկսեց ենթարկվել ոչ միայն հայերը, այլ բոլոր քրիստոնյա ազգերը, պետությունները, որոնք գտնվում էին Պարսից տիրապետության տակ։ Պարսիկները որոշել էին քրիստոնյաներին դավանափոխ անել իրենց պետության մեջ։ Ինչի համար? Իրենց նպատակներ, որովհետև իրենք մտածում էին, եթե իրենց տերության ներքո են ապրում քրիստոնյաները, ապա իրենք միշտ պիտի հարեն հարևան հզոր երկրին Բյուզանդիոնին, որը քրիստոնյա երկիր էր, եւ սա իրենց համար վտանգ էր, եւ այս նպատակը իրագործելու համար թե սիրաշահելով եւ թե բռնությամբ բոլոր ազգերին ուզում էին դարձնել զրադաշտական կրոնի, այսինքն կրակապաշտության, ինչ որ իրենք ունեին։ Մի հրովարտակ գրեց Պարսից թագավորը Հասկերտ II, որով բոլորին պարտադրում էր իրենց կրոնը։ Մեր հայրերն ու մեր պապերը հայոց եկեղեցին Աշտիշատում ժողով գումարեց եւ այդ ժողովում պատասխան տվեցին Պարսից թագավորի հրովարտակին։ Ասում էին մենք քո հպատակներն ենք, մենք քո ծառայության տակ ենք, մենք պարտավորված ենք եւ պարտավորվում ենք այսուհետև էլ հավատարմորեն ծառայել Պարսից տերությանը, բայց մի բան, բայց մենք մեր հավատքը չենք կարող ուրանալ, մենք ուրիշ պաշտամունք չենք կարող ունենալ։ Եվ այս նամակը ուղարկեցին Պարսից տերությանը։ Եվ Հասկերտը Պարսկաստան հրավիրեց, ժողովին մասնակցում էին մեր կաթողիկոսը, բոլոր եպիսկոպոսներ, քոր եպիսկոպոսներ, ավագ երեցներ, բոլոր անվանի հոգևորականներ, մեծամեծ իշխանները հայոց աշխարհի։ Պարսկաստան հրավիրեց 10 ամենաերևելի նախարարներին, ոչ միայն հայոց, այլ նաև մյուս քրիստոնյա ազգերի նախարարներին, վրացիներին, աղվաններին եւ այլն։ Եվ ուղղակի պարտադրանք դրեց իրենց առջև։ Կամ պիտի ունանաք
ձեր կրոնը, ընդունեք կրակապաշտությունը եւ այստեղից պատվով վերադառնաք ձեր երկրները եւ ձեր երկրներում էլ նույնն անեք, կամ այստեղից դուք վերադարձ չունեք։ Բանտ, աքսոր, չարչարանքներ, մինչև իսկ մահ։ Եվ գիտենք պատմությունից, դժվարին վիճակի մեջ հայտնվեցին մեր նախարարները, ի վերջո միտք հղացավ իրենց, որ եկեք հիմա ձևականորեն արերևույթ ուրանանք, հետո մենք կհայտարարենք, որ մեր ուրացումը ձևական է եղել։ Եվ պատմությունն ասում է, որ Վարդան Մամիկոնյանը ընդդիմանում էր նույնիսկ այս մտքին, որը նախարարներից մեկն էր, եւ ի վերջո իրեն էլ համոզեցին եւ այս որոշումը կայացրին, Պարսից շահի առաջ ուրացան հավատքը առ երևույթ, երկրպագեցին Պարսից պաշտամունքի կրակին եւ վերադարձան Հայաստան։ Երբ Հայաստանում լուրը տարածվեց, որ նախարարները ուրացել են եւ վերադառնում են, Հայաստանում եկեղեցին եւ ժողովուրդը ապստամբեցին եւ որոշեցին դիմադրել թե պարսիկներին, որոնք ուրացած նախարարների հետ գալիս են Հայաստան իրենց մոգերով եւ զորքով, եւ թե նախարարներին։ Այդ ապստամբության սկզբնակետը հանդիսացավ անգղ գյուղաքաղաք, որտեղ Քաջարի հոգեորական Ղևոնդ Երեցի գլխավորությամբ հավաքվեց ժողովուրդը եւ առաջին քաղաքն էր, որ մտան պարսիկներ եւ ուզեցին եկեղեցին քանդել եւ տեղը կրակարան ատրուշան դնել եւ այստեղ հարձակվեց ժողովուրդը Ղևոնդ Երեցի հետ միասին պարսիկներին ծեծելով դուրս վռնդեցին եւ թույլ չտվեցին եւ այդտեղից պարզվեց ապստամբության դրոշը, նախարարներն էլ հայտարարեցին, որ իրենց ուրացումը առ երևույթ է եղել եւ սկսվեց պայքարը Պարսից դեմ։ Ապստամբություն սկսվեց։ Շնորհք Պատրիարքը մեզ ասում է եւ պատմությունն էլ ասում է, որևէ ուրացում եկեղեցու մեջ ընդունելի չէ։ Ուրացումը միշտ մեղք է եւ որևէ պատճառով ուրացում պիտի չլինի, որտեւ ուրանալը մեղք է եւ Քրիստոսն ասեց, ով որ մարդկանց առաջ ինչ կուրանա, ես էլ նրանց պիտի ուրանամ երկնքի հրեշտակների առաջ։ Ով ինձ կդավանի, ես էլ նրանց պիտի խոստովանեմ երկնքի հրեշտակների առաջ։ Այսինքն այս ուրացումը ամեն պարագային մեղք է եւ շատ ծանր նստեց այս նախարարների վրա, հատկապես Վարդան Մամիկոնյանը ինքն իրեն չէր կարողանում ներել այս ուրացման համար, որ պարսիկների ճնշումներին տեղիք տրվեցին եւ ուրացան։ Մտածում էր, որ միայն իր արյամբ կարամաքրի այդ մեղքը իր կյանքից։ Այստեղ հիշեցի նաեւ Աստվածաշնչյան դրվագները, երկու ուրացումներ Քրիստոսի աշակերտներից։ Մեկը Պետրոսի ուրացումը, մյուսը Հուդայի ուրացումը։ Ծանր էր ուրացումները, ինչպես Վարդան Մամիկոնյանի համար։ Եվ Հուդան այդ չդիմացավ այդ ծանրությանը, ինչ արեց, ասում ավետարան, երբ որ տեսավ, որ արդար արյուն մատնեց, ինչի համար, որ ուրացել էր, այդ ամեն ինչ թափեց, այդ 30 արծաթը տարած լցրեց տաճարի մեջ եւ ինչ ասում, գնաց ինքն իրեն կախեց։ Ծանր բան է ուրացումը, որտեվ տանջվում էր Հուդան։ Նույն բան եղավ Պետրոսի հետ։ Պետրոսն էլ ուրացավ, բայց ի տարբերություն Հուդայի չհուսահատվեց, այլ զղջաց, ավետարանն ասում է դառնապես լաց եղավ եւ հետո տեսնում ենք ավետարանում, որ Քրիստոս ներեց Պետրոսին 3 անգամ հարցնելով ինձ սիրում ես։ Ուրացումը ծանր բան է եւ Վարդան Մամիկոնյանը այդ մեղքի մեջ ընկավ եւ հայոց նախարարները եւ ինչ պիտի անեին, պիտի այդ մեղքը ինչ որ ձևով քավեին։ Լավագույն կերպ եղավ իրենց նահատակությունը։ Ոչ միայն քավեցին իրենց մեղքը, այլ նաև եկեղեցին իրենց սրբադասեց եւ դարձան եկեղեցու սրբեր։ Եվ այսօր մենք իրենց տոնն ենք, իրենց հիշատակն ենք կատարում։ 451 թվականներ պարսիկները հայոց ապստամբության լուրն առնելով մեծ զորք ուղարկեցին Հայաստան, 200,000-անոց կամ ավելի։ Եվ սրա դեմ ելան
մեր ուխտապահ նախարարները Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, որոնք ընդամենը կարողացել էին հավաքել 66,000-անոց մի աշխարհազոր, ոչ թե բանակ, այլ աշխարհազոր, այսինքն սրանց մեջ կային թե զինվորներ, թե զինվորականներ եւ թե պարզ ժողովուրդ։ Եվ սրանք զինված էին ինչով կպատահեր, ի տարբերություն պարսից կանոնավոր բանակի։ Եվ ի վերջո այս բանակները իրար դեմ ելան, պատմությունը մեզ ասում է 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի դաշտում Տղնուտ գետի ափին։ Բնական է, որ մեր բանակը, աշխարհազորը շատ առումներով զիջում էր պարսիկներին, թե թվականակով, թե սպառազինությամբ, թե ռազմական հմտություններով, որտեղ մերոնց մեծ մասը ժողովուրդ էր, ռազմական հմտություններ չունեին, եւ թե զենքով իրենց զինամթերքով։ Սակայն մի բան կար, որով մենք հզոր էինք։ Ինչով? Հավատքով, որտեղ նախորդ գիշեր, ասում եմ ամբողջ գիշեր, Ղևոնդ երեցը, հետո Վարդան Մամիկոնյանը խոսեցին ժողովրդին, քարոզեցին ժողովրդին, ոգևորեցին, ոգեշնչեցին, հետո պատարակ մատուցեցին եւ բոլոր ասում է սուրբ հաղորդություն ստացան եւ սուրբ հաղորդությամբ զորացած պատրաստվեցին պատերազմի, պատրաստվեցին այդ ճակատամարտին եւ առավոտն ասում է մերոնք անցան Տղնուկետ եւ նախահարցակ եղան պարսիկների վրա։ Եվ ինչ էր, ծանր էր պատերազմը, բայց հիշեցի նորից Աստվածաշնչյան մի դրվագ, որ ասում է Պատանի Դավիթ, թե երբ դեռ թագավոր չէր, գնաց Գողիաթի վրա պատերազմելու, ինչ ուներ, մի հատ պարսատիկ ուներ եւ 5 հատ քար ուներ իր տոպրակի մեջ, հովվական տոպրակի մեջ, եւ Գողիաթն ասում է, ինչով ես եկել ինձ վրա։ Զենք ու սպառազինություն չունես, ասում է, ես Իսրայելի Տեր Աստծո անունով եմ եկել։ Մերոնք էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գնացին պարսիկների վրա։ Ամբողջ մի օր պատերազմեցին, մի օր տևեց պատերազմը, բնականաբար, ուրեմն մերոնք նահատակվեցին։ Պատմությունը մեզ հասցրել է, Եղիշե պատմիչը մեզ ասում է հետևյալ թվերը, որ նահատակվեցին Վարդան Մամիկոնյանն էլ հետը 9 նախարարներ հայոց, ամեն մեկ իր զինակիցներով։ Վարդան Մամիկոնյանը 133 զինակիցներով, Խորեն Խորխորունին 19 զինակիցներով, Արտակ Պալունին 57 զինակիցներով, Տաճատ Գնթունին 19 զինակիցներով, Հմայակ Դիմաքսյանը 22 զինակիցներով, Ներսե Քաջբերունին 7 զինակիցներով, Վահան Գնունին 3 զինակիցներով, Արսեն Ընծայեցին 7 զինակիցներով եւ Գարեգին Սրվանցյանը 10 զինակիցներով։ Ընդհանուր առմամբ 227 մարդ, 27 զինակից եւ 9 նախարար Ավարայրի դաշտում ընկան։ Եվ պարսիկների կողմից զոհերը շատ ավելի մեծ էին, ասում է 10 զորավար եւ 3544 զինվոր պարսիկների կողմից կորուստների եղան։ Եվ ասում է մի օր տևեց ճակատամարտը մինչև ուշ երեկո, դրանով չավարտվեց։ Դիմադրությունը պարսիկներին մերոնք շարունակեցին, ի վերջո ասում է ընդհանուր մեր զոհերի թիվը եղավ 1036, ինչ որ այսօր տոնում ենք։ Ինչ տեղի ունեցավ այս ժամանակ։ Պարսիկները կարողացան մեր բանակին ընկճել, բայց պարսիկները չկարողացան մեզ հաղթել, որտեղ պարսիկների նպատակը մեկն էր՝ վերացնել Քրիստոսի եկեղեցին Հայաստան աշխարհից, վերացնել քրիստոնեությունը մեր աշխարհից եւ մեր ժողովրդին դարձնել կրակապաշտ, զրահադաշտական կրոնի, որը չհաջողվեց իրենց, այսինքն նշանակում է իրենք իրենց նպատակին չհասան, այս նշանակում է, որ չհաղթեցին, պարտություն կրեցին։ Մենք թեև նահատակվեցինք, բայց մեր նպատակին հասանք, ինչն էր մեր նպատակը, պահել մեր հավատքը, պահել մեր եկեղեցին։ Սա էր Վարդանանց շարժումը, Վարդանանց պատերազմը, ի վերջո գիտենք, երկար դիմադրությունը շարունակվեց,
շուրջ 30 տարի մի քիչ էլ ավելի, մինչև 451 թվականին ավարայրի ճակատամարտներ, 484 թվականին պարսիկները զիջեցին վերջնականապես եւ ասեցին. լավ, եկեք հաստություն կնքենք, դուք մնացեք ձեր կրոնին, ձեր հավատքին եւ ապրենք խաղաղության մեջ։ Այսինքն մեր պայքարի վերջո իր հաղթանակին հասավ։ Մենք պահեցինք մեր հավատքն ու մեր եկեղեցին։ Լավ դրվագա, փառահեղ դրվագա, կարևոր դրվագա։ Մենք ունեցանք 1036 սուրբեր, որոնց հիշատակ այսօր մենք կատարում ենք։ Բայց այս դրվագը եզակի չի։ Այդ ժամանակներից, նույնիսկ դրանից առաջ, մինչև այսօր շարունակվում է մեզանում եւ երևի պիտի շարունակվի մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Այսինքն քրիստոնյա ժողովուրդը Քրիստոսի եկեղեցին միշտ պիտի պատերազմի մեջ լինի։ Միշտ պիտի պատերազմի մեջ լինի ում դեմ։ Գիտեք, Եղիշե պատմիչը շատ լավ է ներկայացնում։ Այդ պատերազմը հայի ու պարսիկի պատերազմ չէր։ Այդ պատերազմը բարու եւ չարի պատերազմ էր, լույսի եւ խավարի պատերազմ էր, Քրիստոսի եւ սատանայի պատերազմ էր, Քրիստոսի եկեղեցու պատերազմն էր սատանայի դեմ։ Այստեղ կարևոր չի պարսիկ էր, թուրք էր, ով էր, ինչ էր, թաթար էր, մոնղոլ էր, արաբ էր։ Կարևորը այստեղ լույսն ու խավարն է, հավատքն է, ավետարանն է ու չարն է, թշնամին է, որ ուզում է ջնջի Քրիստոսի ավետարանը, Քրիստոսի եկեղեցին երկրի վրայից։ Եվ այսօր էլ այդ նույն բանը մենք տեսնում ենք, թե աշխարհում եւ թե մեզանում։ Ամեն ինչ արվում է աշխարհի մեջ Քրիստոսի եկեղեցին վերացնելու համար, Քրիստոսի եկեղեցին ջնջելու համար, քրիստոնեությունը մարդկանց միջից հանելու համար։ Վարդանանց պատերազմը չի ավարտվել, վարդանանց պատերազմը շարունակվում է։ Եվ այդ պատերազմում հաղթանակը հավատքի է, հոգու է, այն ինչ որ արեցին վարդանանք, այսինքն մահ իմացյալ անմահություն է, մահ ոչ իմացյալ մահ է։ Գիտակցված մահը անմահություն է, հաղթանակ է, չգիտակցված մահը մահ է, կորուստ է, կործանում է, ոչնչացում է։ Եվ այս հոգին դրեցին մեր մեջ, մեր եկեղեցու մեջ։ Հետաքրքիր, ասում եմ, մի կարգախոս ունեն նաև մեր ժողովուրդը, որ ապստամբել էր Պարսից դեմ։ Ինչ կարգախոս ունեն, ասում է, աստվածային օրենքը թագավոր պիտի լինի մեր բոլորի վրա, այսինքն մեր թագավորը, մեր գերագույն թագավորը Աստծո օրենքը պիտի լինի, ուրիշ որևէ բան չէ։ Աստծո օրենքի ծենքով մենք թագավոր չունենք։ Ում պիտի հնազանդվենք։ Այո, հնազանդվում ենք Պարսից թագավորին այն ժամանակներում, բայց մեր գերագույն թագավորը Աստված է։ Եթե Պարսից թագավորը ուզում է մեզ մեր Աստծուց հեռացնի, Աստծո օրենքից հեռացնի, արդեն մենք այլևս չենք կարող հնազանդվել։ Մենք պիտի ապստամբենք, մենք պիտի ոտքի կանգնենք։ Այսօր էլ նույնն է։ Եթե որևէ մեկը ով ուզում է լինի, մեզ ուզում է մեր հավատքից շեղի, ուզում է մեր եկեղեցին քանդի, մեր եկեղեցին տկարացնի, մենք պիտի ոտքի կանգնենք եւ պիտի պահենք մեր հավատքն ու մեր եկեղեցին։ Ով կլինի դրսից կլինեն, ներսից կլինեն, ով որ Քրիստոսի եկեղեցու դեմ է, ով Քրիստոսի ավետարանի դեմ է, այդպես պիտի լինի։ Չմտածեք, որ այն ժամանակ այտենց պարզ էր, երկու կողմին ու վերջ, չէ, այն ժամանակ ահագին հայեր կային, որոնք ուրացան հավատքը եւ միացան պարսիկներին ու ավարայրի ճակատամարտում մեր դեմ պատերազմում էին Պարսից կողմից Վասակսյունին 60,000-անոց բանակով պարսիկների կողմներ անցել։ Վասակսյունին իր կողմնակիցներով, ուրացած հայերով պտտվում էր Հայաստանի մեջ եւ փորձում էր Պարսից նպատակը իրագործել,
Հայաստանի մեջ։ Ինչ էր անում, որ այն ժամանակվա մարզպետն էր Հայաստանի։ Ասել է, թե այսօրվա չափանիշներով վարչապետն էր Հայաստանի։ Ինչ էր անում, ամենտեղ ատրուշաններ էր կառուցում, ամենտեղ ուխտապահներին հալածում էր և մի քանի հավատ ուրած հոգևորականներ միացել էին իր հետ և իրանց հետ գործում էին։ Անունը դնելով, որ մենք եկեղեցին զորացնում ենք, որ մենք եկեղեցին նորացնում ենք, որ մենք եկեղեցին նորոգում ենք։ Կարդացեք, ես չեմ ասում, Եղիշեն է գրում։ Բացեք Եղիշեի պատմությունը Վարդանանց պատերազմի մասին, կարդացեք։ Նման է, շատ նման է, նույնն է։ Ուրեմն մենք պիտի լավ խելքի գանք, ուրեմն մենք պիտի լավ հասկանանք, ինչի հետ գործ ունենք, մարդու հետ գործ չունենք, մենք գործ ունենք չարի հետ, որն ուզում է ոչնչացնել մեզ, մեր հավատքը, մեր եկեղեցին նույնն է, թե մեզ ոչնչացնեն։ Մեր հավատքը, որ ոչնչացավ, էլ մենք ինչի ենք պետք։ Մեր եկեղեցին, որ ոչնչացավ, էլ մենք ինչի ենք պետք։ Մենք եթե կանք ապրում ենք մեր հավատքով և մեր եկեղեցով։ Քրիստոսով է մեր կյանքը, առանց Քրիստոսի մենք կյանք չունենք։ Ուրեմն ոգևորվելով, ոգեշնչվելով, դաստիարակվելով այսօրվա Սուրբ Վարդանանց վարքով ու պատմությամբ, նաև խնդրելով իրենց բարեխոսությունը, զինվենք, որպեսզի մեր պատերազմը շարունակենք, որտեղ այս պատերազմը մարմնի և արյան հետ չի, այլ ասում է հոգեղեն զորությունների հետ է, այս աշխարհի, այս խավար իշխանի հետ է մեր պատերազմը, ինչպես ասում է առաքյալը, ուրեմն այս պատերազմը շարունակվում է, իսկ այդ պատերազմը պիտի լինի նախ և հոգևոր սպառազինություններով, ինչպես սպառազինվեցին մեր բանակը, սուրբ հաղորդությամբ, քարոզով, հավատքով, ավետարանով, այսպես պիտի սպառազինվենք, ուրիշ սպառազինություն չունենք։ Գողիաթը հզոր սպառազինություն ուներ, Դավիթը ոչ մի բան չուներ, բայց ինչ ուներ, Աստծո անունն ուներ, Աստծո անունով էր գնում թշնամու վրա։ Մենք ցավոք սրտի ոչ այն ունենք, ոչ էլ այն ունենք այսօր։ Զորությամբ, բանակով այդքան զորավոր չենք, մեր թշնամիների համեմատ, հավատքով էլ տկարացած ունգած ենք։ Հիմա հավատքը զորացնենք, որ ամեն ինչ իր տեղը ընկնի։ Ես միշտ օրինակ եմ բերում։ 90-ական թվականներին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, երբ սկսեց առաջին պատերազմը Ադրբեջանի հետ, մենք իրանցից զորեղ չէինք։ Ադրբեջանը մեզանից թե մարդկային թվաքանակով էր մի քանի անգամ գերազանց, թե իր փողով ու հարստությամբ, թե իր զենքով ու զինամթերքով, թե իր օգնականներով, իր թիկունքին կանգնած։ Մենք ամեն ինչով տկար ենք, այս առումով, բայց մի բանով զորեղ ենք, Աստված մեզ հետ էր, որտև այն ժամանակ մենք արթնություն ունեցանք, հավատքի արթնություն ունեցանք, դարձ ունեցանք։ 91 թվականին, 90-91 թվականներին Երևանի մեր առաջին կիրակնօրյա դպրոցում կարճ ժամանակում 1-2 տարում մենք ունեցանք 1300 աշակերտ։ Մի դպրոցում, այսօր բոլոր կիրակնօրյաներում իրար հետ այդքան աշակերտ չունենք։ Ինչի, որտև հավատքի արթնություն էր, և Աստված էլ մեզ հետ էր։ Այսօր մենք հավատքի տկարություն ունենք, ուրեմն այս մասին պիտի մտածենք, պիտի աղոթենք, պիտի կարդանք, պիտի նպաստենք մեր երեխեքի քրիստոնյա մեծանալուն, պատարակների պիտի գնանք։ Այսօր բանակից հոգևորականներին աքսորեցին, վտարեցին։ Բա ոնց պիտի հաղորդություն ստանան, որտեղ պիտի հաղորդություն ստանան պատերազմից առաջ։ Ասում են, սա եկեղեցու դեմ չի, սա քրիստոնեության դեմ չի։ Ամբողջ գնդերեցների գունդը հանում եք բանակից, ասում եք, սա եկեղեցու դեմ չի, քրիստոնեության դեմ, բա ինչի դեմ է։ Հասկանանք և ճիշտ հետևություններ անենք։ Մեր պայքարը, մեր լինելությունը
ինչի վրա պիտի խարսխենք մենք։ Մեր հավատքի, մեր եկեղեցու։ Ամեն բան կանցնի, բայց Քրիստոսի եկեղեցին պիտի մնա։ Քրիստոսի եկեղեցին չի կարա անցնի։ Ուղղակի մենք կարանք, եթե այդ եկեղեցու մեջ չլնենք, մենք կարանք կորենք գնանք։ Եվ բոլոր նրանք, ովքեր եկեղեցու տապանի մեջ չեն, պիտի խեղդվեն ջրհեղեղից։ Ուրեմն մենք պիտի մնանք տապանի մեջ, տապանը պիտի տանենք մինչև խաղաղության նստը։ Մեր սուրբ հայրերի, մեր սուրբ Վարդանանց 1036 նահատակների բարեխոսությամբ եւ իրենց օրինակով։ Ամեն։ Թող Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենից հետ լինի։ Ամեն։